Առաջիկա մյուրոնորտնության արարողությունն անցկացվելու է 2015 թվականի սեպտեմբերի 27-ին Սուրբ Վարագա խաչի տոնին։ Այս որոշումը կայացվել է այսօր Գերագույն հոգևոր խորհրդի նիստի ժամանակ։ Ժողովը գումարվել է նկատի ունենալով Երուսաղեմի հայոց պատրիարքի մայրաթոռում գտնվելու պարագան։ Գարեգին II հայրապետի առաջարկով ժողովն ատենապետեց ամենապատիվ պատրիարքը։ Հիշեցնենք, որ պատրիարքական ընտրությունից հետո Նուրհան Սրբազանն առաջին անգամ է ժամանել մայրաթոռ Սուրբ Սեղանի առջև նորոգելու իր ուխտը եւ ստանալու հայոց հայրապետի օրհնությունը։ Ժողովականները մայրաթոռի դիվանապետ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի զեկույցից տեղեկացան մյուրոնորտնության նախապատրաստական աշխատանքների ընթացքին։ Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման հարցին անդրադարձավ մայրաթոռի եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։ Սրբազան հայրը նշեց, որ մինչև սեպտեմբերի 1-ը սրբադասման հետ կապված բոլոր հարցերը կպարզաբանվեն եւ կներկայացվեն հայոց հայրապետի ուշադրությանը։ Դրանք վերաբերում են սրբադասման օրը որոշելուն, համապատասխան շարականի պատրաստմանը, սրբապատկերներին, մասնատուփերի պատրաստմանը, ինչպես նաեւ Սուրբ Պատարագի ընթացքում հատուկ արարողությամբ սրբադասվածների հիշատակմանը։ Ժողովականները լսեցին նաեւ վիրահայոց թեմի խնդիրներին վերաբերող զեկույցը եւ իրենց գնահատանքը հայտնեցին թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին եւ թեմի եկեղեցականներին Վրաստանում հայ եկեղեցու եւ հայ համայնքի իրավունքները նախանձախնդրորեն պաշտպանելու համար։ Մայրաթոռի հոգևոր կրթական հաստատությունների գործունեությանն անդրադարձավ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։ Սրբազանը խոսեց եկեղեցականների պատրաստության, ինչպես նաեւ սաների հավաքագրման եւ ընդունելության գործընթացի մասին։ Աշխարհասփյուռ հայության հոգևոր կարիքները հոգալու համար եկեղեցականների կարիք շատ կա։ Այս հրամայականը նկատի առնելով Գերագույն հոգևոր խորհուրդը որոշեց Գևորգյան հոգևոր ճեմարանում հաստատել հոգևոր կրթական հաստատությունների դիմորդների հավաքագրման հատուկ գրասենյակ։ Համատած նախին տարիների հետ պիտի նշեմ ուրախության, որ թիվը բարձրացել է ուսանողների եւ մեր քարոզչության հիմնական առանցքն դարձնում այն գաղափարը, որ անպայմանորեն Գևորգյան ճեմարանում սովորելը կամ մայրաթոռի հոգևոր կրթական հաստատություններում սովորելը անպայմանորեն չի ընդհանրում, որ նրանք պետք է հոգևորական դառնան, որովհետև սա է եղել հայ եկեղեցու հոգևոր կրթական հաստատությունների քաղաքականությունը միշտ։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ 99%-ով բոլորը ընտրում են հոգևորականի ուղին։ Գևորգյան ճեմարանը մի միջավայր է, որի նպատակն է մարդու մեջ բացահայտել իր կարողությունները եւ օգնել, որպեսզի նա իրացնի, եւ դրա լավագույն միջոցը կրթությունն է։ Մեր խորին համոզմամբ եւ սա է եղել հայ առաքելական եկեղեցու առաքելության հիմնական մղիչ ուժը կրթել մարդուն, դրանով դարձնել քրիստոնյա։ Մերի Հովսեփյան, Արտաշես Մաթևոսյան, եկեղեցական կյանք։